Ես պետք է ազգաբնակչությանը խորհուրդ տամ այսօր ավելի քիչ օգտվել կոնսերվացված ապրանքներից, հատկապես ձկնա տեսակներից կոնսերվացված, որովհետև դուք գիտեք, որ նրանք պահպանվում են նորմալ պայմաններում, սառնարնային պայմաններ չկա, եթե սուպերմարկետ կամ մեծ մարկետ է այնտեղ աշխատում է կոնդիցիաներ, էլի ինչ որտեղ ջերմաստիճանը պահպանվում է, բայց ամեն դեպքում այսօր դրանք վտանգավոր են։ Այսօր, երբ որ չի գնվում, այդ ապրանքը տեղափոխվում է ցուրտ եղանակին, արդեն ինչ որտեղ տարբեր տեսակի փոփոխությունների ենթարկված։ Հենց դրա համար էլ մենք ստեղծված ենք եւ սննդի անվտանգության տեսչությունն էլ, որպեսզի այդ ամեն ինչին մենք ուշադրություն դարձնենք եւ գին ապրանքները չմտնեն շուկա։ Պետք է սպառողները ուշադրություն դարձնեն ժամկետներին, այսինքն պիտակներին, պիտակավորմանը ուշադրություն դարձնեն, որպեսզի ավելի ապահովեն իրենց առողջական վիճակը։ Ճարպային այն ապրանքները, որոնք իրենց մեջ շատ ճարպ են պարունակում, հնարավորս քիչ օգտվել ավելի շատ հեղուկներից ու բնական հեղուկներից, օրինակ մեր թանը տանը սարքած, ոչ թե պետականորեն, նոր ուրեմն բան է առաջացել, տարբեր խանութներում սկսել են ցելոֆանը, տոպրակները մեր վրա վաճառել, այսինքն սպառողների։ Երբ որ ես հարց տվեցի, ասեց, սա էկոլոգիայից ելնելով։ Ես իրենց ասի, դուք լրիվ ճիշտ եք, դա տարբեր երկրներում օգտագործում է, բայց ալտերնատիվ ինչ եք առաջարկում, այսինքն փողը տուր, տոպրակը տամ։ Опять, ես չեմ ուզում այդ ռուսերեն բանը ասեմ, то джеф, то в разных։ Այսինքն, դու իզնից փող ես վերցնում, բայց տոպրակը տալիս ես, այդ ձևի չէ։ Եթե դու էկոլոգիայի դեմ, էկոլոգիայի համար պայքարում ես եւ չես ուզում աղտոտել մեր միջավայրը, ուրեմն ալտերնատիվ ինչ-որ միջոց պետք է տաս, ինչպես տարբեր երկրներում, թղթե տոպրակներ։ Սա ուղղակի նորից սպառողին մի տեղ շորթելու, սպառողից ավել գումար վերցնելու բան է, որովհետև երբ որ մենք ուսումնասիրություն կատարեցինք այդ տոպրակ արտադրող ընկերությունների մոտ, նրանք ասին մեր մոտ սկսում է տոպրակը где-то 0,3 դրամից 0,30 լումայից 0,50 1 դրամ եւ ամենաթանկ տոպրակները, որ ավելի շատ են, 2-ից 3 դրամ։ Այսինքն մեր վրա ինչ առևտուր են անում ընկերներ։ 3 լիտր ջուր օգտագործել եւ դա գիտեք ինչ այն էլ եկեք ճիշտ խոսենք մեզ գող լինենք Աստծուց, որ մեզ նման ջուր է տվել, մեր հայերին ամեն օր, այո, ամեն օր դրանից գող լինենք, որտեվ ջուրը այն առավելագույնն է, որը որ մարդու համար ամեն ինչ ջրով է հարցերը լուծում, չի կարելի արևի տակ ձմերուկը վաճառել, թունավոր նյութեր են առաջանում։ Մեր մոտ իհարկե դա իսկապես ճիշտ եք նկատել։ Շատ ներողություն, դուք շարունակեք։ Ձմերուկ, սեղ, զովացուցիչ ըմպելիքներ, այսինքն դա լիմոնադներին բանն է, շարունակեք։ Ճիշտ է, այդ լրացումը դուք միայն ձմերուկի համար ասեցիք եւ լրացումը ճիշտ էր, ես շարունակեմ։ Տեսեք հիմա մեր զովացուցիչ ըմպելիքները, որը շատ օգտագործում են, առանձնապես երեխաները, երիտասարդությունը, այդ զովացուցիչ ըմպելիքների մեջ, եթե քաղցրացուցիչ որպես կիրառված է սինթետիկ քաղցրացուցիչ, ասպարտամ, սախարին, որը նախատեսված է դիաբետով, շաքարախտով հիվանդների համար։ Դրանք երբ որ արևի տակ մնում են, դրանց մեջ թունավոր նյութեր են առաջանում եւ շատ վտանգ է դառնում օրգանիզմի համար։